2016 թվականի եթե չեմ սխալվում արտավազդ մրցանակը ստացաք, որը կախել եք ձեր բնականի շքամուտքում։ Կացկացած ինչ որ նվեր էր, նույնիսկ կասկածում ես հետի Տիգրամեծն է թե արտավազդն է։ Փչացնում են դերասանին սերիալները։ Վաճառվում ես կոպեկներով, կոպիտ ասած։ Սիրիալի ինֆեկցիա է։ Եթե դու նստում ես սիրիալի վրա, դու դառնում ես հիվանդ։ Դուք Բաբկեն Չոբանյանը, Արշալույս Հարությունյանը եւ Միկա Վաթինյանը 4 տղամարդ մեկ տան մեջ։ Այսօր завтракը ո՞վ սարքելու, Բաբկեն դու ես սարքելու։ Ես բացի ծվածեղից ու վարսակի կաշայից բացի ոչինչ չեմ կարող սարքել։ Էդ էլ չէր կարողանում սարքել։ Այդ ինչպես է ստացվում, որ բոլոր աղմուկ հանած նախագծերում դուք կաք, բայց ձեզ այդքան էլ լավ դերասան չեք համարում։ Իմ մոտ տպավորությունը, որ Հրաչին սիրում է, Արշոն էլ այն սիրում ու միշտ աշխատում են իրենց պրոյեկտներում օգտագործել։ Ողջույն Breakpoint-ի տաղավարում այսօր դերասան ռադիոհաղորդավար Արամ Կարախանյանն է։ Արամ, ո՞նց եք։ Լավ։ Այսօր խոսելու ենք ձեր մասնագիտական մի շարք թեմաներից, բայց մինչ հիմնական զրույցին անցնելը առաջարկում եմ մի փոքր ավելի շատ ձեզ ճանաչենք, հետաքրքիր պատմություններ իմանանք ձեր մասին, ձեր իսկ մտերիմների միջոցով։ Ում կառաջարկեք զանգենք։ Անի։ Ով Անի Ջուլակյան։ Տենց բացած եմ, շատ վաղուց ծանոթացա Անի եղբոր հետ, ընկերություն արեցինք ու մտա ընտանիք։ Տենց ընտանիքին սիրահարվեցի, նրանք ապրում էին Երևանի կենտրոնում, ռուսական թատրոնից նախ շատ հարմար էր, շատ մոտիկ էին։ Պուշկինի վրա մի հատ կինոթատրոն կար հին Պիոներ, որը հետո քանդվեց, նրանք ապրում էին հենց այդ կինոթատրոնի կողքը։ Ու սոված տարիներին Անին շատ համով ձեռ ունի։ Ինքը որպես մեծ քույր միշտ տանը ամեն ինչ սարքում էր ու մեզ կերակրում էր։ Ու հետո տենց ստացվեց, որ մանչը ոնց որ ոչ թե դուրս եկավ իմ կյանքից, պրոստը տենց հերվից հերուց սկսեցինք շփվել, իսկ Անի հետ ավելի մոտիկացանք ու տենց ինքը դառավ իմ երևի Հաստատ կիմանա ձեր մասին լիքը հավես ծիծաղաշարժ պատմություններ։ Ինքը ամեն ինչ ֆիքսում է, դաժե ինչ-ինչ փոքր բաներին մեկ-մեկ որ պատմում է, ես զարմանում եմ, որ ինքը այդ ամեն ինչը հիշում է։ Ու խնդալու պահերն էլ է հիշում հաստատ։ Զանգենք։ Զանգենք։ Հենց հիմա։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպիսին ես, Բալիկ ջան։ Շատ լավն եմ, դու ո՞նց ես։ Ես էլ եմ շատ լավ։ Իվայր, փոխանցը։ Բարև ձեզ, Անի ջան։ Բարև ձեզ։ Ես էլ Աննան եմ։ Ուրախ եմ ծանոթանալ։ Անի ջան, մեզ Արամը ասեց, որ դուք չնաշխարհիկ հիշողություն ունեք եւ ամեն ինչ հիշում եք Արամի հետ կապված։ Եկեք հիշենք Արամի մասին քիչ հայտնի տեղեկություններ, որ հանրությունը հիմնականում չգիտի, ինչ որ հավես ծիծաղաշարժ պատմություններ իր հետ կապված։ Կա մի հատ պատմություն, որը ոչ այդքան վաղ անցյալում է տեղի ունեցել, եւ կապված է այնտեղի հետ, որտեղ ես հիմա աշխատում եմ, այսինքն այն խոհանոցը, որ ես ստեղծել եմ, մենք տեղափոխվել էինք Արամի տանը շատ մոտիկ, խոհանոցը այդտեղ էր եւ ձմեռն էր, առանձնապես ներկայացում չկար, փորձեր չկար եւ Արամը եկել էր ինձ մոտ աշխատում էր որպես մենեջեր առաքիչների հետ շփվելու։ Ինչ հետաքրքիր։ Առաքիչները մեծ մասամբ դրանք հնդիկներ էին։ Եվ չէին գտնում տեղը բնականաբար ու մեր մոտ Արամը շատ ջանասիրաբար այդ տոպրակը ձեռքը ձուն ձմեռով դուրս էր գալիս եւ փողոցում հնդիկներին որսում էր, գոռում էր ջամշուդ եւ դա բավականին շատ ծիծաղալու էր իհարկե ոնց որ վաստակավոր դերասան արտավազդ վերցրած մարդը տոպրակը ձեռը ընկած փողոցում հնդիկներ ա որսում որպեսզի փոխանցի իրանց այդ պատվերները մենք ասում ենք մի արա տղա ջան, դե մի արա, ոչինչ, սա քաղաքը քեզ ճանաչում է։ Չէ, ինքը ահավոր Իսկ Անի ջան, իսկ աշխատավարձ տալիս էիք Արամին։ Ճիշտն ասած բնամթերքով էինք մենք։ Կաշառում էիք, էլի, հասկացա։ Այո։ Համով կերակրում էինք այդ ձմեռ իրան։ 9-ից 6-ը գալիս էր աշխատանքի։
Այո, ինքը գալիս էր աշխատանքին, շատ պարտաճանաչ եւ առաքիչներից մեկը, ով հայ էր, իրան ճանաչեց, ասեց դուք Արամ Ղարախանյանն եք, ասեց հա։ Շնորհակալություն ձեզ, շատ շնորհակալություն ձեզ, տենց հուզված, բավականին, այդ տենց իր կյանքից մի հատված, թե ոնց էր ինքը մեր մոտ աշխատում առաքման գծով մենեջեր։ Շնորհակալ ենք Անի ջան, մենք արդեն Արամի հետ կհասկանանք, այդ ինչ մենեջերական գործեր են։ Արամ, ինձ թվում է ձեզ մոտ ուղղակի այդպիսի ցանկություն կա ժամանակ առ ժամանակ ուրիշ լրիվ գործով զբաղվել։ Ես չեմ սիրում լինել быстро заменимый, ոնց ասեմ հայերեն, այսինքն եթե կա 4 մարդ այդ աշխատանք նորմալ կատարող, ես չեմ դառնա 5-րդը։ Ես ուզում եմ կատարել այն ֆունկցիաները, որոնք ես եմ լավ կատարելու, ինձանից լավ կատարողը հիմա չի լինի։ Այդ բանը օրինակ խոհանոցի վերաբերել, դաժե առաջարկ չէր, պրոստը խոսակցություն էր, ասեցի կարող է ես կամ փորձեմ, հետաքրքիր է այդ աշխատանքը, այդ պատվեր ընդունելը, ուպակովկա անելը, ինքը ինչ-որ զարգացում ուներ, ես պահանջներ ինչ-որ ուներ, ասում եմ, մեզ տոպրակը լավը չի, այս ֆոլգայամանը լավը չի։ Բայց ինչի՞ց է, որ ուզում եք շեղվել դերասանի գործից երբեմն։ Չգիտեմ, может быть, это просто любопытство։ Կամ ինքը տենց շատ բարդ գործ չի, որ ինձանից ինչ-որ թույն ուղեղի աշխատանք է պահանջում, ինքը հաճելի մթնոլորտում, ինչ-որ հաճելի թեթև, տենց իգրավոյ գործ է, ոնց որ հաճելի դեր։ Վերջին նախագծերը ձեր մասնակցությամբ, որ դիտել եմ, շախմատիստը և 11-ն են եղել, ու հիմա փորձում մտաբերել նախորդ նախագծերը, որտեղ էլի դուք խաղացել եք, օրինակ անատոլիական պատմությունը, երջանկության մեխանիկան, այդ ինչպես է ստացվում, որ բոլոր աղմուկ հանած նախագծերում դուք կաք, բայց մի շարք հարցազրույցներում ասում եք, որ ձեզ այդքան էլ լավ դերասան չեք համարում։ Կամ օրինակ ձեր գործընկեր Տաթև Հովակիմյանը էլի մի հարցազրույցում ձեր մասին ասում է, որ Արամին ասում եմ, դե շատ պահանջված դերասան ես, ասում է, չէ, դե լավ, ես պահանջված չեմ։ Էս ինչ հակադրություն է։ Ինձ թվում էր, որ ես թատրոնում պահանջված դերասան եմ, երբ որ ես աշխատում եմ ռուսական թատրոնում, բայց հետո հասկացա, որ ես ընդհանրապես չեմ ուզում աշխատել թատրոնում, այստեղ կարգավիճակ է, որը որ ստեղծված էր ու մինչև հիմա էլ պահպանվում է թատրոններում, այսինքն դու պետք է խաղաս ոչ միայն այն ներկայացումները, որոնք դու սիրում ես, այլ նաև պետք է զբաղված լինես այն ներկայացումները, որոնք քեզ ընդհանրապես դուր չեն գալի, ոչ տերը, ոչ ռեժիսորը եւ այլն։ Ու 2000 թվականին ես դուրս եմ եկել թատրոններից։ Հիմա ես չեմ կարող ասել, որ ես շատ պահանջված դերասան եմ, որովհետև ես հասկանում եմ իմ կոնկրետ Հայաստանում այն երկրում, որը որ ես սիրում եմ, որ ես ընտրել եմ որպես մշտական բնակավայր, ես հասկացա, որ ես ֆիզիկապես չեմ կարող լինել շատ պահանջված դերասան։ Գլխավոր դերեր չեմ ստանա երբեք կինոյում եւ TV պրոյեկտներում, որովհետև ես դեմքով ռուս եմ։ Ու դա նորմալ է։ Իսկ փոքր դերեր ես կարող եմ ստանալ։ Ես կարող եմ հրաժարվել այդ դերից, եթե ես չեմ ճանաչում ռեժիսորին կամ ընդհանրապես չեմ ուզում մտնել այդ պրոյեկտի մեջ փոքր դերով, բայց ես իմ ծանոթներին ու այն մարդկանց, ովքեր կարողանում են բացատրել ինձ ինչի հենց ես, ոչ թե ուրիշ դերասանը, որովհետև համ տարիքային, համ վիզուալ նրանք կարող են ալտերնատիվնի դերակատարներ։ Բայց արդյոք պահանջված դերասան լինել միայն գլխավոր կերպար կերտելով է որոշվում։ Էլի հիշենք այս թվարկածս նախագծերը, որտեղ բոլորում դուք կաք եւ բոլորը ստացված նախագծեր են։ Ինձ թվում է, որ նրանք շատ են, բայց հիմնականում շատ չեն։ Ես չեմ կարող ասել, որ ես տենց անդադ նկարանների մեջ եմ։ Ես ահագին մեծ դադարներ ունեմ եւ ուրախ եմ, որ այդ դադարները կան, որ ես չեմ մաշվում որպես մեխանիզմ, որպես դերասան չեմ մաշվում։ Նկատի ունեմ, որ չկա օրինակ մի նախագիծ, որ այսպես նայենք ասենք, որ հա այս վատ նախագիծն է, ու այդտեղ նկարահանվել է Արամ Ղարախանյանը։ Որտեղ նկարահանվել եք, բոլոր այդ նախագծերը իսկապես աղմուկ հանած են։ Երևի բախտասա բերում պրոստը, ինձ թվում է։ Հա, Հրաչը, իմ մոտ տպավորությունը, որ Հրաչը ինձ սիրում է, Արշոն էլ ինձ սիրում, ու միշտ աշխատում են իրենց պրոյեկտներում օգտագործել։ Բայց կան ռեժիսորներ, որոնք ուղղակի չգիտեն, թե ինձ ոնց պատրաստեն, կոպիտ ասած, հա, ասում մենք սիրում ենք օրինակ
լոլիկը, բայց չգիտենք այդ լոլիկի հետ ինչ անել։ Ու նենց խոշոր կտրտում են ու գցում են ճաշի մեջ։ Բայց ես ինձ թվում է ավելի հետաքրքիր դերասան եմ, քան թե նրանք պատկերացնում են։ Այսինքն իմ հետ ավելի հետաքրքիր ձևով կարելի է աշխատել։ Իսկ պահանջված չպահանջված, այդ իմ երևի ներքին զգացմունք է, որ ես այդքան էլ պահանջված չեմ։ Նորմալ։ Իսկ ինչ է կարծում, որ չեն կարողանում ձեր ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործել ֆիլմերում։ Գուցե ես սխալվում եմ, բայց ինձ թվում է հիմա ռեժիսորայի մեջ կինոներում ավելի շատ առաջ գալիս ռեժիսորի վիզուալ կարտինքեն իրականացնելու պահանջը։ Ինքը պատկերացնում է այդ կինոն ու երբեմն չի մտածում, թե ինչ պետք է անել դերասանների հետ ու ինչ պետք է ստանալ դերասաններից։ Եվ ավելի հարմար տարբերակն է օգտագործել կլիշե կերպարներ, օրինակ, չգիտեմ, ջղային դեմքով մարդ, որին այդ ջղային դեմքը բնություն է տվել, ինքը միշտ չար կերպարներ է խաղալու։ Նկատի ունեք, որ ձեզ հետ ռեժիսորները շատ չեն աշխատում որպես դերասան, որ բաց են ձեզ։ Հա։ Ինձ հետ որպես դերասանի հետ աշխատում են թատրոնում։ Արշուն թատրոնում, արտ-փսիխոզում աշխատել է ինձ հետ։ Արշոն թատրոնում աշխատում է, իսկ Արշոն կինոյում չի աշխատում ձեզ հետ որպես դերասան, որ բացի ձեզ։ Հետաքրքիր է, ինձ տրամադրում է այդ ժամանակը, հա, հենց Արշոն տրամադրում է այդ ժամանակը ինձ։ Ես Արշոյի նկատմամբ օրինակ հարց չունեմ։ Այն փուճուր կերպարը, որը որ ստեղծվեց մեր բակում 25 տարի անց։ Ես երևի այսպես ձեռով ոտով ասում եմ, դա ես չեմ կարող տենց, ես չգիտեմ, չեմ կարողանա այդ զեյթունը բոկալի մեջ գցեմ, իմ ձեռքերը մի քիչ ուրիշ տեղից են աճում, ես չեմ կարողանա տենց բաներ, իմ թերությունները գիտեմ, ասում եմ, չէ, դու կկարողանաս։ Ինքը ինձ համոզեց, որ այդ կերպարը ստեղծվեց, ու ես նայում եմ այդ երբ նայեցի այդ աշխատանքը, ասեցի, դա Արշոյի շնորհիվ է, որ ինքն է ինձ հետ աշխատել, ռեժիսորը աշխատել է դերասանի հետ։ Իսկ մյուս ռեժիսորները ինչու չեն աշխատում, ձեզ հետ ժամանակ չունեն։ Պահանջ չկա, նրանք վերցնում են այն ինչ որ իրենց պետք է։ Ես եմ պետք է այդ պահին, օրինակ անատոլիական պատմություններում հրաչին ես էի պետք այստեղ որպես գերմանացի հայր։ Ասեց, հա, իրանք կվերցնեմ։ Զուտ դրա համար։ Ինձ թվում է, հա։ Հետո ես խնդիրներով չեմ, պրինցիպը։ Ռայդերներ չունեմ։ Հա։ Նշեցիք, որ տարիներ առաջ դուրս եկաք թատրոնից։ Այդ ինչ կուլիսային խոսակցություններ էին, որոնք հիասթափեցրել էին ձեզ։ Շատ մեծ օրգանիզմ է թատրոնը ու բարձա, որ այդտեղ ստեղծվում են տարբեր տեսակի աչագներ, ինֆեկցիոն։ Սրանք անում են ընկերություն սրանց դեմ, սրանք սրանց դեմ, ինչ-որ տենց ու ինչ-որ կոալիցիայի մեջ դու պետք է մտնես։ Բարձա ամեն մի կոալիցիայի մեջ մի հատ մաստադոնտ դերասան կա, որը որ ղեկավարում է այդ ամեն ինչով։ Իսկ քանի որ դու թաթախվում ես այդ կեղտերի մեջ, երբեմն սկսում ես մտածել, նույնիսկ այն վաղ որ ես շատ երիտասարդ էի, մտածում ես իսկ արվեստը որտեղ է, լավ, ի վերջո։ Այդ կուլիսային կռիվները, որ նրանք վերջանում են, թե չեն վերջանում։ Մենք արվեստով ենք զբաղվում թատրոնում, թե արվեստով չենք զբաղվում։ Ձեզ շատ էին ներքաշում այդ կուլիսային կռիվների մեջ։ Չէ, ինձ սիրում են, ինձ բոլորը սիրում են։ Հա, դուք զուտ կողքից նկատում եք այդ ամեն ինչը։ Ինքը ինձ թույնում էր։ Ներսից քիչ էր մնում, որ ես սկսեմ արդեն մասնակցել այդ խոսակցություններին, այդ բամբասանքներին, մեկ-մեկ որ մի քիչ հետ ես քաշվում, սկսում ես ինքդ քեզնից զզվել ու ասում ես միակ տարբերակը երևի ուղղակի գնալ։ Իսկ հիմա որ արդեն հաստիկային դերասան չեք թատրոնում, այլ որպես հրավիրյալ դերասան եք ներկայանում, այդ կուլիսային խոսակցությունների ձեռք եք մնում ինքնըստինքյան, թե էլի լինում են, բայց դուք արդեն գիտեք, որ մեկը հեսա գնալու եմ։ Գալիս են մեկը այդ փամփուշտները դու բռնում ես ուզած չուզած, ականջները մեկը բաց են միշտ, բայց ես չեմ մասնակցում դրան։ Դեռ թատրոնից եմ ուզում մի քիչ էլ խոսենք, տարիներ առաջ ասել եք, որ թատրոնն է դուրս եկել կենցաղը ու Հայաստանում մեծ հաշվով թատրոն չկա, հիմա էլ եք այդ կարծիքին։ Փառք Աստծո չէ,
թատրոն կա, այդ կենցաղը շատ ցավալի թեմա է իմ համար, այդ կենցաղը ինքը մտնում է թատրոն ինքը կա, ինքը նստած է, դուք չես կարող հրաշարվել այդ կենցաղից, ցավոք սրտի, որովհետև ռեժիսորները մտածում են, որ այդ լեզվով են նրանք կարողանում շփվել հանդիսատեսի հետ, որպեսզի պահանջված լինեն ու ժամանակակից ու շուտ հասկացող, բայց այդ մետաֆորայի լեզուն, որը որ ես եմ սիրում, որը որ կապ չունի ընդհանրապես կենցաղի հետ, երբեմն դեռ տեսնում եմ ու ուրախ եմ, որ տեսնում եմ ավելի կոնկրետ ինչն է խնդիրը, ինչն ենք տեսնում, որ ես տեսնում եմ ուրիշ շփման ձև, այսինքն այն շփման ձևը, որով ռեժիսորները ու դերասանները շփվում են հանդիսատեսի հետ ու հանդիսատեսը երբեմն պատրաստ չի դրան լինել, այսինքն չեմ ասում, որ դա ինչ-որ նոր ֆորմաներ են, որոնք նրանք բացահայտում են, այդ երիտասարդ ռեժիսորները, բայց նրանք Հայաստանի համար անծանոթ են, հանդիսատեսը դեռ սովոր չի ու հանդիսատեսը, եթե տեսնում է այդ մաքրությունը ու այդ եռանդը, ինքը վարակվում է դրանով ու ինքը սկսում է սիրել այդ թատրոնը, մարմնի թատրոնը, պլաստիկայի թատրոնը, որտեղ որ խոսքը երկրորդական չի, ինքը պրոստը շուտ ասելիք չի, ինքը իմաստով է, ինքը կարա կտրտվի պաուզաներով, այդ պաուզաների մեջ կոմոց տեղ կոկորտում գունդա կամ, չգիտեմ, այդ մազիկները հելնում են, որովհետև դու զգում ես ինչ-որ բան զգում ես։ Իսկ այդ ինչ կենցաղեր, որ եկել էր հասել թատրոն։ Ինտոնացիաները դերասանների, երևի կենցաղը, այսինքն ես նկատի ունեի այս բաժակգթալը, վարակույրները պատուանների վրա, այդ կենցաղը էլի, այսինքն նկարիչների հոգնած աշխատանքը, բեմի նկարիչների հոգնած աշխատանքը ու ռեժիսորի հոգնած պահանջ չներկայացնել այդ նկարիչների։ Երբ փոխվեց այդ ամեն ինչը։ Դեռ չի փոխվել, որոշակի թատրոններում այդ վիճակը կա։ Եթե դուք մտնեք այս պահեսները, դուք կտեսնեք, որ մինչև հիմա սարքվում են այդ պատերը, պատուհանները եւ այլն, ու այդ բեմի բանվորները, խեղճերը, այդ պատերը, այդ դիվանները, գազային այդ վառարանները դեռ բերում են բեմի վրա։ Ես դրանց այդ կենցաղն է էլի ինձ ներվայնացնում։ Արտ փսիխոզ ներկայացման փասակ մինչև ԱՄՆ, դուք Բաբկեն Չոբանյանը, Արշալույս Հարությունյանը եւ Միկա Վաթինյանը, 4 տղամարդ, 1 տան մեջ։ Ինչպես էր կենցաղը նրանց հետ։ Երևի երկրորդ անգամ էլ կգնամ։ Սկզբում երևի նեղվում էի դրանից, որ փաստորեն մեր հայ տղամարդիկ այդքան էլ պատրաստ չեն հայտնվել խոհանոցում առանց կանանց, կորում են, բացի ձվածեղից ոչինչ անել չգիտեն, նույնիսկ չգիտեն լվացքի մեքենան ինչպես է միանում։ Դա մի քիչ խնդալու էր, որովհետև ասում Ոչ ոքը չգիտեիք։ Ով էր ամենաբարդը։ Ասում, այսօր завтракով ո՞վ սարքելու, Բաբկեն դու ես սարքելու։ Ես բացի ձվածեղից ու վարսակի կաշայից բացի ոչինչ չեմ կարող սարքել։ Էդ էլ չէր կարողանում սարքել։ Ինքը մոտենում է լվացքի մեքենային, ասում է ինչ պետք է ստեղ սխնեմ։ Ես սկիզբ չեմ էլ հասկացել ինչ պետք է սխնեմ։ Ինտուիտիվնի ինչ որ կոճակների վրա սխնում ես, այս լվացքի մեքենա է, այս էլ 40 մեքենա է։ Ինչ կա զարմանալու։ Չոբանյանը։ Ես էի զարմանում տղեկի վրա։ Բայց ինքն էր, որ չէր։ Ինքը մի քիչ կորում էր։ Ասում եմ ինձ հետաքրքիր է, որ դու ուսանողական տարիներին մենակ էր ապրում։ Գյումրեցի է, երևի Երևանում էր սովորում, ենթադրում եմ, այսինքն երևի հաստատ պատմել է, որակի չեմ ֆիքսել։ Դու ո՞նց էիր ապրում։ Ու շատ լավ, կուտակվում էր, տանում էր, երևի Գյումրի այդտեղ էր լվում, հագուստը, իսկ ուտելը երևի ինչ որ մի կերպ։ Իսկ ով էր ամենալավը կարողանում կենցաղում հարմարվել, թեկուզ այդ պատրաստելու առումով։ Արշալույսը սարսափելի Արշոն, սարսափելի թեթև, ֆանտաստիկ մարդ, հա, որը որ միանգամից կպնում է ինչ որ գաղափարի։ Ինչ վերաբերվում է խոհանոցին, ինքը պայմաններ է ստեղծում։ Հելնենք հենց հիմա հելնենք խանութ, ինչ որ պետք է առնենք։ Գալիս էսա լավ թե էս տենց էլի, որ ինքը ու հավեսի է գցում։ Ու դա շատ լավ է, ինքը չգիտեմ շատ հարմար մարդ է, չգիտեմ Միկան էլ նորմալ։ Ի վերջո Բաբկենն էլ նորմալ։
Դրա համար ես ասում եմ, ես երկրորդ դրա համար սկզբից ասեցի, ես երկրորդ անգամ էլի կգնամ իրանց հետ, որովհետև արդեն սովորել է լվացքի մեքենան ինչպես միացնել։ Ես արդեն այդ մարդկանց հետ այդ ճանապարհը անցել եմ ու մենք չգիտեմ 2-3 շաբաթ ապրել ենք մի տան մեջ ու բավականին լավ է։ Ես կոմֆորտ եմ զգում։ Գանք մրցանակաբաշխություններին դուք 2016 թվականին, եթե չեմ սխալվում, արտավազդ մրցանակը ստացաք, որը կախել եք ձեր բնականի շքամուտքում ու այդ մրցանակաբաշխությունների մասին ասել եք, որ հաճախ մրցանակներ ստանում են այնպիսի դերասաններ, այսինքն դու մրցանակ ես ստանում այնպիսի դերասանների հետ զուգահեռ, ովքեր որ արժանի չեն դրան։ Այդ ովքեր էին այդ անարժան դերասանները։ Իհարկե, անունը չեմ տա, որովհետև մենք բոլորս մտածում ենք, որ մենք ի վերջո արժանի ենք դրան, բայց դա բարձրաձայնում ենք, բայց ինձ թվում է մարդիկ միևնույն է մտածում են, որ քանի որ ինձ թվում է այդ արտավազդը մեկը արմատներով գալիս է սովետից, այդտենց հետաքրքիր ալտերնատիվա է այդ կոչումների։ Ու թատերական գործիչների միավորությունը նույնպես գալիս է սովետից։ Ինձ թվում է միևնույն է ինչ-որ կոմպրոմիսային, ինչ-որ ժողովներ է տեղ լինում են, որ նրանք պետք է որոշեն։ Այ մենք չենք կարող այս թատրոնին ոչ մի բան չտալ, կամ այս թատրոնին ոչ մի բան չտալ։ Ես մի թեթև դրա հետ թաթախվեցի Ռուսաստանում, որ աշխատում եմ Ռուսաստանում ու այդտեղ Ռուսաստանի թատրոնի ղեկավարը ասում էր, մենք կվոտա ենք ստացել։ Այսինքն այդ թատրոնը այս տարի կարող է ներկայացնել որոշակի դերասաններին ինչ-որ կոչումներ ստանալու համար։ Կստանան թե չէ, բայց կարող է այդ կվոտան լրացնել է պետք։ Ինձ թվում է մեր մոտ էլ էր նույն վիճակը, որովհետև մենք համարյա նույն օրենքներով ենք շարժում, արդեն քանի տասնյակ տարիներ զուգահեռ։ Իհարկե անուններ չտալով, բայց հետաքրքիր է, որ ասում ենք անարժան դերասաններ, ոնց ենք որոշում դերասանի արժան եւ անարժան լինելը։ Անարժան։ Նայեք, դու հասկանում ես, որ այդ դերասանը այդ կատեգորիայում այդ տարի ավելի ուժեղ կոնկուրենտներ ունի։ Ու չես հասկանում, հենց այս դերասանն են տվել։ Հետո դու հասկանում ես, որովհետև ինքը այս թատրոնի դերասանն է, կամ որովհետև այս ներկայացումը այս ռեժիսորի դերասանն է, որովհետև այս ռեժիսորի նկատմամբ պետք է ինչ-որ հարգանք ցուցաբերվի։ Անարդարություն կա ամեն դեպքում ինչ-որ։ Իհարկե, ես զգում եմ, որ դա անարդար է։ Քվեարկությունը փակ է, թե բաց է, ես չգիտեմ։ Ու երբեք չեմ ուզեցել ավելի շատ խորանալ։ Դրա համար էի կախել շքամուտքում։ Չէ, ուղղակի դուրս չեկավ այդ աշխատանքը։ Ինձ թվում է դա այնց կծրած ինչ-որ նվեր էր, մրցանակ։ Միջև այդ ես տեսել եմ Ռուբեն Բաբայանի կաբինետում ավելի սիրուն աշխատանքներ, ավելի հարգելի աշխատանքներ, քան թե այդ գիպսի կտորը ու այդ լամինատի կտորը, որը վրան ոչ քո անունն է գրված, ոչ տարեթիվն է գրված, ոչ մի բան գրված չէր։ Այդ ուղղակի պես քարակոսի տախտակը, ոնց որ խողանոցի պուճուր դարակի դուռը հանեն, վրան այդ գիպսը կպցնեն, նույնիսկ կասկածում ես էդի Տիգրամեծն է, թե Արտավազն է։ Նման են շատ իրար։ Ու վերջ։ Ոչինչ չտվեց ձեզ այդ մրցանակը որպես այդպեսին։ Ինձ թվում է ընդհանրապես մրցանակները ոչինչ չեն տալիս։ Ոչ մեկի համար գնահատված լինելու զգացողությունը չի առաջանում, որ այ դա շատ էգոիզմ է, մենք ջրում ենք մարդու էգոիզմը, օքեյ, մարդը ասեց, որ իրան գնահատում են, բայց ի վերջո դու գնահատված ես քեզ զգում, երբ քեզ մետրոյում են կայնացնում, երբ քեզնից ինչ-որ կաֆեում են ճանաչում, երբ որ ես 12 ակումբում մատուցող է աշխատում, որ այդ մարդիկ ովքեր գալիս են վայելեն live music-ը ընտիր երկիչների ու այդ պուճուրիկ սալատիկը իրեն կարող են թույլ տալ։ Հենց ես ճանաչում եմ, ասում եմ, դուք այն դերասանն եք, ասում ես, հա, ինձ թվում է դա, ոչ թե այդ տախտակը։ Երկարատև հեռուստասերիալներում չնկարահանվել է ինչ-որ նշաձող է, որ դերասանները փորձում են պահել այդ թվում դուք։ Հա, դու մտածում ես, որ դու վաճառվում ես կոպեկներով, կոպիտ ասած, ու չես զարգացնում քո տաղանդը, եթե զգում ես, որ քո մեջ ինչ-որ տաղանդ կա, մաշացնում ես ուղղակի։
Փչացնում են դերասանին սերիալները։ Ինձ թվում է փչացնում են բոլոր տեսակի ինֆեկցիաները թույլ իմունիտետ ունեցող մարդկանց։ Սերիալի ինֆեկցիա է։ Սերիալի ինֆեկցիա։ Եթե դու նստում ես սերիալի վրա, դու դառնում ես հիվանդ, որովհետև դու զգում ես, որ դու այդ թեթև անպատասխանատու որտեղ ամեն ինչ կարելի է աշխատանքին ես սովոր, որտեղ դու կարող ես օգտագործել քո շտամպերից, օրինակ ես ունեմ 20 շտամպ, ես կարող եմ օգտագործել վերևի 3 շտամպը, այն մնացած շտամպերը չօգտագործեմ ու չխորանամ, вообще չմտածեմ, թե ինչ անեմ, թե ոնց անեմ, կա հարմար կերպար, ես այդ հարմար կերպարով ինտոնացիան օգտագործում եմ, չլում եմ։ Բայց դեպքում ով պետք է նկարվի սերիալներում, եթե ոչ դերասանը։ Դերասանները պետք է նկարվեն սերիալներում։ Ինձ չի թվում, որ դա վատ է։ Իմ խնդիրը վերաբերվում է երևի պրոդյուսերներին եւ ռեժիսորներին, որոնք համաձայնվում են այտենց թույլ ցածրավորակ աշխատանք ներկայացնել։ Բայց մի պրոդուկտ, որը ունի օրինակ 300 սերիա, արդեն միտված է տուժելու որակը, չէ՞։ Հա։ Ինքը զուտ կոմերցիոն պրոդուկտ է։ Հետևաբար այդտեղ եթե դերասանը նկարահանվում է, արդեն ձեր ասած կոպեկներով վաճառվելու բանն է ստացվում։ Ահա, ինքը կոպեկներով վաճառվում է արդեն։ Որովհետև ինքը պարտավոր է իր ընտանիքը պահի, ինքը պարտավոր է տան վարձը տա։ Հիմա ինչ անի, նկարահանվի թե չէ, որ որպես դերասան մնա իր ընտրությունն է։ Եթե ինքը բեռ ունի կենցաղային, այսինքն բարեկամներ, ծնողներ, ընտանիք եւ այլն, դա Չէ, նաև խնդիր կա օրինակ հայտնի ճանաչելի դառնալ եւ ի վերջո փորձ ձեռք բերել տեսախցիկի հետ աշխատելիս։ Ինչի համար ենք մենք հայտնի դառնում։ Չգիտեմ, ինչի համար են արտիստները ուզում Ես չգիտեմ նրանք իրենց հայտնի լինելը ոնց են օգտագործում։ Չգիտեմ, ձերի Կաբուլեցի գնալով կամ լավ Կաբուլեցի չէ, Փարիզ գնալով։ Այսինքն դու եթե դու շատ ֆոլովերներ ունես, դու կարող ես քո հայտնի լինելը վաճառես։ Ի վերջո պետք է հասկանալ ինչի համար են նրանք վաճառում։ Դա ամեն մեկի անձնական գործն է։ Ես չգիտեմ, եթե ինձ հիմա առաջարկել իմ 1000 Instagram-ի ֆոլովերների հետ ինչ որ մի բան որոշեն անեն, չգիտեմ, որևէ տուրիստական ընկերություն է։ Իհարկե ես կուզենամ գնամ Էմիրատներ մի շաբաթ ձերի։ Չէ, բայց եկեք հասկանանք, օրինակ դերասանը ավարտում է թատերական ինստիտուտը։ Հիմա իրեն պետք է որ ինչ-որ միտեղ փորձ ձեռք բերի, տեսախցիկի հետ աշխատելու։ Ստանում է առաջարկ կամ ինքն է դիմում ինչ-որ կաստինգի սերիալում նկարահանվելու։ Նկարահանվի, թե արդեն որակը կգցի, եթե սկսի նկարահանվել։ Ինձ թվում է ինքը ինստիտուտից արդեն պետք է սովորած դուրս գա։ Արդեն ինքը պետք է իմանա, թե ինչպես են աշխատում տեսախցիկի դիմաց։ Արդյոք ինստիտուտում այդ ամեն ինչը այդքան մանրակրկիտ սովորեցնում են։ Պարտավոր են, որովհետև դա բարձրագույն բուհ է։ Բայց սովորեցնում են։ Չի, ջազային քոլեջ չի, ինքը ոնց կոնսերվատորը ավարտացել է, հիմա ինքը այդ վիոլանչելով պետք է դուրս գա, մտնի նվագախումբ, ասի կներեք ես ոնց որ թե գիտեմ նվագել, կարող եմ ձեր մոտ փորձել նվագել։ Տենց բան չի ստացվի։ Բայց արդյոք մեզ մոտ դա ստացվում է։ Մեզ մոտ չի ստացվում, չէ, մեր մոտ թատերական ինստիտուտը ահավոր վիճակի մեջ է։ Ես անցյալ թե նախանցյալ տարի գնացել եմ իմ ընկերոջ երկրորդ կուրսային աշխատանքում նկարվելու Մոսկվա։ Այսինքն առաջի իր կուրսայինը ինքը նկարվեց տեղ, ես մասնակցեցի, ինքը հասկացա, որ իրան հարմար է Երևանից դերասան բերել, քանզի օրինակ ինչ որ դերասանի հետ պայմանագիր կնքել Մոսկվայում, որովհետև Մոսկվայի դերասանների զբաղվածությունը սարսափելի է։ Ինքը նվիգիկը տալիս է իրանց օրինակ մի շաբաթով պավիլիոն, գումար է տրամադրում, նրանք մի շաբաթվա մեջ այդ պավիլիոնը կառուցում են։ Այդ մի շաբաթվա մեջ նրանք պետք է պավիլիոնը կառուցեն, նկարահանումները ավարտեն։ Դուրս են գալիս ուրիշ ուսանողն է մտնում իր աշխատանքով։ Ինձ թվում է Երևանում տենց բան պատկերացնել հնարավոր չի։ Մենք փոքր երկիր ենք, բայց այս վերջերս դուք նայեցիք երկու սերիալ կինոդարան, Շախմատիստը եւ 11-ը։ Չեմ ասում սյուժեի մասին, չեմ ասում դերասանների աշխատանքի մասին,
Այնտեղ իմիջիայլոց ձեզ հետ աշխատում է ռեժիսորը։ Աչքը կպնումած էր, դուք առաջի կադրերը նայում եք, հետաքրքիր է ձեզ հետ։ Հա, հետաքրքիր է։ Վիզուալը։ Սա մեկ, այդ վիզուալը պետք է կպնի։ Հետո մենք խոսացինք մի քիչ առաջ սոսի աշխատանքի մասին։ Ես տպավորված եմ։ Ինչի ուրիշ կինոներում տենց տպավորություն իմ մոտ սոսից չեղավ։ Իմ մոտ սոսից այդ 11 սերիալից գիտեք ինչ տպավորություն է։ Ոնց որ դա այն սոսն է, որին ես գիտեմ։ Ուրիշ կինոներում, ուրիշ սերիալներում ինքը իմ համար օտար է։ Ստեղ 11-ում ինքը այն հարազատ մարդ է, որին ես սիրում եմ։ Դա ինչի՞ց է գալիս։ Ռեժիսորը աշխատել է դա ռեժիսորի աշխատանքն է։ Իմիջիայլոց տարբեր տեսակի ճանապարհներ կան աշխատելու դերասանի հետ։ Ես միշտ ասել եմ դերասաններին, գոլեգաներիս ու երիտասարդ գոլեգաներին, ասել եմ, ինչքան շատ ռեժիսոր անցնի դերասանի կյանքով, այդքան ինքը հարուստ է։ Դա պայմաններից մեկն էր, որ ես դուրս եկա թատրոնից, որ ես չէի ուզում, որ ինձ հետ աշխատի 30 տարի մի կամ երկու ռեժիսոր, որովհետև ես չեմ զարգանում որպես օրգանիզմ։ Նրանք գիտեն ես ինչ կարող եմ անել, այդ են օգտագործում։ Ես ուզում եմ, որ գա մարդ, որը որ չգիտի ես ինչ կարող եմ անել։ Ամփոփելով զրույցը առաջարկում եմ խաղանք թե ում հետ եք ավելի հեշտ աշխատում, Բաբկեն Չոբանյանի թե Տաթև Հովակիմյանի։ Աշխատելը, այսինքն մենք իտոգովե պրոդուկտը նկատի ունենք, թե ավելի շուտ, այո։ Ճանապարհը Տաթևը, Տաթևը։ Տաթև Հովակիմյան թե Նազենի Հովանիսյան։ Տաթև Հովակիմյան։ Տաթև Հովակիմյան թե Լուիզա Ղամբարյան։ Տաթև Հովակիմյան։ Տաթև Հովակիմյան թե Մանե Մխոյան։ Տաթև Հովակիմյան։ Հաղթեց Տաթև Հովակիմյանը։ Միանշանակ։ Ես Տաթևից հզոր դերասանուհի այդ տարիքային կատեգորիային Հայաստանում չեմ ճանաչում։ Դեռ։ Շնորհակալ եմ Արամ հետաքրքիր ու անկեղծ զրույցի համար։ Շատ անկեղծ էր։ Շատ անկեղծ էր ու լավ էր։ Հուսով եմ ես դեռ կապրեմ։ Կապրեք։ Շնորհակալ եմ։ Այսպիսին էր Արամ Ղարախանյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ, տարածել, սրտիկել, կհանդիպենք մյուս շաբաթ։